Սիրելի քույրեր, եղբայրներ, փառք մեր կենթանի Աստծուն, իր սիրո համար, իր ողորմության համար, իր բարության համար։ Այսօր առավոտ մեզի հնարավորություն եւ կյանք տալու համար, որ կարողացանք այսօր էլ արթնանալ, այսօր էլ ոտքի վրա լինել, այսօր էլ զորություն կար մեր ոտքերի մեջ մեզ այստեղ հասցնել։ Չէ, չգիտեմ, դուք էսի ամեն օր սրա համար փառք տալիս եք թե չէ, բայց ես ամեն օր փառք եմ տալիս։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ 2003-4 թվերներ, երբ որ ոտքերից մեր զորությունը գնաց եւ ես չկարողացա վեր կենամ եւ 6 ամիս չկարողացա վեր կենամ, որ Աստծո հրաշքն ու ողորմությունը եղավ 6 ամիս հետո ոտքի կանգնեցի եւ եկեղեցի գնացի, այդ օրը ներսումս ցնծություն եղավ։ Եվ այդ օրվանից մինչեւ այսօր ամեն օր գնահատում եմ, որ ես ոտքի կարող եմ կանգնել եւ Տիրոջ տուն կարող եմ գնալ եւ Տիրոջ սուրբերի հետ Տիրոջը կարող եմ պաշտել, որովհետեւ կարա լիներ այնպես, որ այլևս ոտքի վրա չկանգնեի։ Այսօր շատերի ոտքերը, չգիտեմ, առավոտ կանուխ իրանց ուր է տանում։ Ես չգիտեմ շատերի ոտքերի մեջ որ զորություն կա, իրանք ուր գնալու համար են ուրախանում։ Բայց Երանի թե Դավիթի պես ասենք ուրախ եմ, ցնծում եմ, երբ որ իմ ոտքերս ինձ Տիրոջ տուն են տանում։ Ամեն ժողովուրդ ջան, փառք Տիրոջը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, Տիրոջ անունը մեծանա, Տիրոջ անունը բարձրանա եւ Տիրոջ անունը գովերգվի ամեն մի րոպե ու ամեն մի վայրկյան, ամեն մեկից սրտի մեջ եւ հոգու մեջ։ Ուզում մի սաղմոս կարդամ ժողովուրդ ջան, որից հետո աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Սաղմոսած գրքից 121-րդ գլուխը, որը վերնագրված է Աստված պաշտպան է մարդկանց, այդ սաղմոսն եմ ուզում կարդամ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը։ Սա այս սովորական բլուրների ու սարերի մասին չի, խոսքը դեպի Աստված ուղղված հայացքն է, դեպի վեր, դեպի զորությունը, դեպի բարձրություն Աստծո։ Ես բարձրացնում եմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տերիցն է, որ երկինքն ու երկիրը արավ։ Դու պատկերացնում ես քո օգնությունը որտեղից է։ Մարդուց չի, իշխանից չի, թագավորից չի, փառավորից չի, հարուստից չի։ Քո օգնությունը, քո զորությունը, քո բժշկությունը, քո հարցի լուծումը, քո հաղթությունը, քո վիճակի մեջ փառքի լեցունությունը, որտեղ երևում է հաղթությունը եւ քեզ կանգնեցնում է վիճակից բարձրացնելով, տիղմոց ցեղից անելով եւ կանգնեցնելով եւ փառավոր անելով, դա երկինքն ու երկիր ստեղծող արարիչ Աստծուց է, որը քո հավիտենական սիրող հայրն է։ Թող իր անունը փառավորվի։ Այ մեր հայացքը երբ որ իրան ենք ուղում ժողովուրդ ջան, եւ որ քո հայացքը դեպի նրան ես ուղել, հավատը անդեղից է գալու։ Քանս ենք հավատում։ Քանս ենք հավատում, որ մենք հիմա այստեղ ենք եւ մեր հայացքը դեպի նա է, այնտեղից պիտի առնենք։ Ուրեմն իմ օգնությունը Տերիցն է, որ երկինքն ու երկիրը արավ, նա քո ոտքին սահել չի տա, քո պահապանը չի քնելու։ Այս սաղմոսը շատ ուժեղ սաղմոս է։ Ասում նա քո ոտին սահել չի տա, քո պահապանը չի քնելու։ Ո՞վ է քո պահապանը ժողովուրդ ջան։ Ո՞վ է քո պահապանը։ Գիտեք, այնքան է եղել, որ ես գիշերը քնած եմ եղել եւ արթնացել եմ Սուրբ Հոգով աղոթք անելուց։ Իրական աղոթք անելուց։ Եվ տեսել եմ, որ պատերազմ ա գնում հոգևոր դաշտում։ Տեսել եմ, որ հարձակում կա դիվական աշխարհի։ Տեսել եմ, որ խավարը հարձակվել է, բայց տեսել եմ, որ ես քնած էի, բայց ինձ ոչինչ չի եղել, իմ պահապանը չէր քնում։ Եվ պատերազմ էր գնում եւ անգամ Սուրբ Հոգին իմ ներսից եւ հելել եմ, սկսել եմ ես էլ աղոթել ու պատերազմել։ Եվ Տերը տվել է հաղթություն ու նորից խաղաղություն։ Դու քնում ես, բայց քո պահապանը չի քնում, ինքը քեզ պահում է։ Տերը գիշեր ու ցերեկ քեզ հետ է։ Տիրոջ հրեշտակները պահապան են քեզ, Աստծո Հոգին առաջնորդ է քեզ, Տերը քեզ հետ է գիշեր ու ցերեկ, դու սենց Աստված ունես։ Եվ ըստ Աստծո խոսքն ասում է, միայն նրան նայի, հայացքը նրան ուղած պահի։ Նա քո ոտքը սահել չի տա, քո պահապանը չի քնի,
ահա Իսրայելի պահապանը չի նշջի, ահա Հայաստանի պահապանը չի քննջի, ահա քո տան պահապանը չի ննջի, ահա քո Սուրբ Հոգու տաճարի պահապանը չի ննքնի։ Տերը քո պահապանն է, Տերը քեզ հովանի է, քո արջ ձեռքերի, իր արջ ձեռքերի վրա։ Ցերեկը արեգակը չի զարկի քեզ, լև լուսինը գիշերը չի զարկի քեզ։ Տերը կպահպանե քեզ ամեն չարից, նկահպահպանե քո անձը։ Տերը կպահպանե քո դուրս գալը եւ մտնելը այսուհետև մինչև հավիտյան։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Սա հավատք է եւ իմ հորդորն է, որ ես հավատք ունենաս։ Դու նրա տղան ես, դու նրա աղջիկն ես։ Նա քո Աստվածն է, նա քո հայրն է։ Եվ եթե դու իրոք հավատքով դեպի նա ես եկե, եւ քո ապավինությունն ու վստահությունը նրա վրա ես դրե, եւ քո հայացքը դեպի նա է, որտեղից սպասում ես քո հաղթությունը, այս խոսքերը վերաբերվում է նաև քեզ։ Բայց եթե նա չկա, ինչի մասին ասեցի, այս խոսքերը քեզ չի վերաբերվում։ Որտեղ խոսքը վերաբերվում է, ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի նա, իմ ապավինությունը դեպի նա, իմ հույսը դեպի նա, իմ վստահությունս դեպի նա, որտեղից էլ սպասում եմ, որ պիտի գա, եւ Տերն ասում է, այդտեղից էլ պիտի գա։ Կուզեք գա։ Մենք Տիրոջն ենք ուսացել Ժողովուրդ ջան, եւ Աստծո խոսքը մեզ խոստում է տվել։ Չես ամաչի։ Չես ամաչի։ Ես չգիտեմ դու այսօր ոնց ես եկել այստեղ։ Հոգսերով ես եկել, խնդիրներով ես եկել, միգուցե դժվարություններով ես եկել, միգուցե ներքին եւ արտաքին պատերազմներ ունես, միգուցե սատանայի կողմից հարվածներ կան, միգուցե մարդկանց կողմանե չարություն խորհուրդներ կան, միգուցե ինչ-որ հիվանդություն, որ քեզ խեղճացրել է, քո հավատքի վրա ազդել է եւ սատանան ամեն օր համոզում է քեզ, որ դու վստահությունդ Աստծուց թողես։ Ես չգիտեմ դու այսօր ոնց ես եկել, բարկությամբ թե ուրախությամբ։ Ես չգիտեմ դու այսօր զորով ես եկել այստեղ, թե ոտքերդ քեզ վազելով են այստեղ բերել, բայց մեկ բան գիտեմ, որ այստեղից այդպես չպետք է գնաս։ Մեկ բան գիտեմ, որ եթե ուրախությամբ ես եկել, ուրախությունդ ավելի կատարյալ կդառնա։ Եթե դժվարությամբ ես եկել, դժվարություններդ Քրիստոսի առաջ լուծելի են։ Հարցեր ունես, հարցերդ պատասխան ունեն։ Եվ Աստծո խոսքի մեջ, եւ Աստծո առջև։ Եթե դու հավատքով վստահես նրան, ապավինես նրան, անխաղաղությունդ խաղաղության կփոխվի, տրտունջդ ուրախության կփոխվի, վախերդ համարձակության, պարտություններդ հաղթության, Աստված էձևա մեզ խոստացե։ Ես հավատում եմ նրա խոստումներին։ Ես հավատում եմ նրան։ Ես գիտեմ ով է նա։ Ես ճանաչում եմ նրան։ Եվ դրա համար ես վստահ եմ, որ նրա խոստումները այո եւ ամեն են, իրական եւ ճշմարիտ են, ամուր բռնեք այդ խոստումները։ Եվ այդ խոստումները կաշխատեն քո կյանքի մեջ, այդ խոստումները գործ կանեն քո կյանքի մեջ, եւ այդ խոստումները փառավոր կանեն Աստծուն քո կյանքի մեջ, եւ դու կտեսնես, եւ դու կուրախանաս, եւ քո ապավինությունն ավելի կբարձրանա դեպի նա։ Կարանք ասենք փառք Հիսուս Քրիստոսին։ Կարանք ասենք փառք Հիսուս Քրիստոսին։ Այս հալելույան ասեցիր դուրս եկավ։ Այս մեր հնդիկները, որ ասպես հալելույան են հալելույա ասում, տխրդում է շենքը։ Որից ասում եմ ասենք փառք Աստծո կամաց են ասում, բայց որ ասում եմ ասենք հալելույան են ասում։ Փառք Տիրոջը։ Թող Տերը փառավորվի ու Տերը մեծարվի Իսրայելի քույրեր եղբայրներ, եւ հիմա որ մենք եկել ենք Տիրոջ ներկայության առաջ։ Ես մի խնդրանք ունեմ ձեզ։ Ուղղակի պաշտամունքի չնստեք։ Խնդրում եմ ձեզ, պաշտամունք չլսեք։ Խնդրում եմ ձեզ, պաշտամունքին ներկա չլինեք, բայց աղաչում եմ ձեզ, պաշտամունք մատուցեք, դուք պաշտամունք մատուցեք, պաշտամունք ես եկե, որ մատուցես դեր առաջ այդ քո պաշտամունքը, ես որ առատ կանուխ քո գոհության և փառաբանության ընծաները նրա առաջ ես բերը, գոհության և երկրպագության ընծաները նրան մատուցի, ես որ մի լսի պաշտամունք արա,
Այսօր երգը մի լսի երգի, այսօր աղոթքը մի լսի աղոթի, այսօր խոսքը կեր, այսօր վերցրա Տիրոջից այն ամենը, ինչ որ Աստված պատրաստել է քեզ համար, բայց դու այսօր եկել ես, թող սիրտդ գոհությամբ պաշտամունք բերի նրա առաջ, պաշտի նրան, երկրպագի նրան, մեծարի նրան, գովաբանի նրան, թող կյանքդ այսօր որպես պաշտամունք հանդիսանա Տիրոջ առաջ։ Սրան համաձայն ես։ Սրա համար ենք մենք եկել։ Ես չեմ եկել պաշտամունք լսելու։ Ես չեմ եկել պաշտամունքին մասնակցելու։ Ես եկել եմ Տիրոջս պաշտելու։ Ես եկել եմ Տիրոջս վայելելու։ Ես այսօր եկել եմ Տիրոջից առնելու, ավելի առնելու։ Անկախ նրանից առած ես եկել, թե առած չես եկել, բայց Տիրոջ վայելքի մեջ, Տիրոջ ներկայության մեջ նոր հայտնություններ կան, նոր խոստումներ կան, նոր առաջնորդություններ կան, եւ սա քեզ համար է։ Այս պաշտամունքի մեջ քո հայացքը ուղի դեպի նա։ Քո հայացքը ուղի դեպի նա, որտեղից է գալու քո հարցի լուծումը, որտեղից է գալու քո հաղթությունը, որտեղից է գալու քո բժշկությունը, որտեղից է գալու քո զորությունը, եւ դու երբ որ այստեղից հաղթություն առած եւ լեցված պիտի գնաս, Աստծո խոսքն ասում է պիտի դայես դեպի նա եւ փառաբանես նրան եւ պիտի կարողանաս քայլել դիվական ուժերի վրա չվախենալով, որովհետեւ նա քեզ ոչինչ անել այլևս չի կարա, որովհետեւ Տերը քեզ հետ է։ Թող Տիրոջ անունը մեծարվի եւ Տերը փառավորվի եւ Տերը գովաբանվի ամեն բանի մեջ։